Մեթյու Հենրի, ամենօրյա ընթերցանություն, օր հուլիսի 30։ Իմաստությունով կգնամ կատարելության ճանապարհում, երբ կգաս ինձ մոտ, իմ սրտի անմեղությունովը կգնամ իմ տան մեջ։ Սաղմոս 101-րդ գլուխ 2-րդ խոսք։ Այս սաղմոսում Դավիթը հայտնում է, թե ինչպես է մտադիր կարգավորել իր տունը և կառավարել իր թագավորությունը, որպեսզի արմատախիլ անի ամբարշտությունը և խրախուսի աստվածապաշտությունը։ Սակայն այս սաղմոսը վերաբերում է ոչ միայն թագավորներին, այլև յուրաքանչյուր ընտանիքի, ուստի այն կարելի է կոչել ընտանիքի ղեկավարի սաղմոս։ Այն սովորեցնում է բոլոր նրանց, ովքեր որևէ իշխանություն կամ պատասխանատվություն ունեն, մեծ թե փոքր, գործածել այն այնպես, որ սարսափ լինեն չարագործների համար և գովասանք բարին գործողների համար։ Սաղմոսի գլխավոր թեման Աստծո ողորմությունն ու դատաստանն են։ Տերն իր ժողովրդի նկատմամբ իր նախախնամության մեջ սովորաբար միավորում է այս երկուսը՝ ողորմությունն ու դատաստանը։ Աստված մեկը դրել է մյուսի կողքին, որպեսզի երկուսն էլ ծառայեն բարիքի համար, ինչպես անձրևն ու արևն են միասին նպաստում երկրի բերքառատությանը։ Երբ Աստված իր նախախնամությամբ մեր կյանքում միախառնում է ողորմությունն ու դատաստանը, մենք պետք է երկուսի համար էլ պատշաճ երախտագիտություն հանձնենք նրան։ Ընտանեկան օրհնություններն էլ, ընտանեկան նեղություններն էլ կոչ են ընտանիքով Աստծուն պաշտելու և նրան ծառայելու։ Նրանք, ովքեր հասարակության մեջ պատասխանատու կամ բարձր դիրք ունեն, դրանով չեն ազատվում իրենց ընտանիքը ճիշտ առաջնորդելու պարտականությունից։ Ընդհակառակը, նրանք առավել ևս պարտավոր են սեփական տան կառավարմամբ բարի օրինակ ծառայել ուրիշների համար։ Ամեն մարդ, ով իր սեփական տունն ունի, թող ձգտի, որ Աստված բնակվի այդ տանը։ Իսկ Աստծո ներկայությունը կարող են ակնկալել նրանք, ովքեր ընթանում են ամբողջ սրտով նրա ուղիղ ճանապարհով։ Դավիթը վճռեց, որ նա երբեք չարիք չի գործի, և որ նա նաև իր տան մեջ չի ընդունի նենգ ծառայողների և սուտ խոսող մարդկանց չի հաստատի նրա աչքի առաջ։ Նա նման մարդկանց թույլ չի տալիս մտնել իր ընտանիք, որպեսզի մեղքի վարագը չտարածվի այնտեղ։